Երբեմն զայրույթը վերածվում է ստեղծագործական պայթյունի, եթե խոսքը հանճարների մասին է։ 1942 թվական, Պերմ քաղաք, Գայանե բալետ, Արամ Խաչատրյան, ժամը ցերեկվա 3-ն էր, նա զայրացած էր։ Թատրոնի ղեկավարությունը վերջին պահին պահանջել էր բալետի եզրափակիչ ակտում ավելացնել նոր պար։ Նա սկսում է գրել, ավարտում է գիշերվա ժամը 2-ին։ Առավոտյան փորձն էր, երեկոյան այն բեմի վրա էր։ Այդպես ծնվեց Սուսերով պարը։ Մի պար, որ հնչեց աշխարհի բեմերում և բալետներում, մի գործ, որ գրավեց աշխարհը։ Հետաքրքիր էր նաև այն, որ Խաչատրյանն այդ պարը անվանում էր անհնազանդ ու աղմկոտ զավակ։ Ասում էր, եթե իմանայի, որ սա կստվերի իմ մյուս գործերը, երբեք չէի ստեղծի այն, բայց արդեն ստեղծել էր։ Մեկ գիշերվա ընթացքում։ Գիշեր, որ ծնեց ամբողջ դարաշրջան։